Հայաստանում փետրվարի 19-ը պաշտոնապես նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Տոնը հիմնվել է 2008 թվականին Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Հենց այսօրն է ծնվել հայոց մեծագույն բանաստեղծ, արձակագիր եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։ Այս տարի տոնը առանձնահատուկ ակտիվությամբ է անցնում սոցիալական հարթակներում։ Մի շարք հայտնի ինֆլուենսերներ միացել են տոնական շնորհավորանքներին, տարածելով օրվա խորհուրդը։ Զանգագրատունը հատուկ արշավ է սկսել գիրք նվիրելով կարծիք ձևավորողներին, ովքեր էլ իրենց հերթին խրախուսում են հետևորդներին միանալ գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթին։ Ինֆլուենսերները իրենց էջերում ներկայացրել են ստացած նվերները եւ կոչ արել հետևորդներին այսօր անպայման գիրք նվիրել մտերիմներին։ Ունեմ նվեր, եկեք միասին բաց։ Բոլորս գիտենք, որ այդ օրը Հովհաննես Թումանյանի ծնունդն է, հենց այդ թեմատիկայով էլ ընդհանուր փաթեթավորած է գիրքը։ Այսպիսի էջանիշ ունեմ այստեղ, հրավորանք էլ կա, սիրելի Անի, փետրվարի 19-ին նշում են գիրք նվիրելու տոնը, այդ առիթով սիրով նվիրում ենք ձեզ այս գիրքը եւ շնորհակալ ենք, որ նպաստում եք ընթերցանության մշակույթի տարածմանը։ Եմ ափսոսում, որ այս փաթեթավորումները պետքա լինում պատրել։ Այստեղ եւս մի շատ գեղեցիկ էջանիշ կա։ Շատերը նկատում են, որ գիրքն այսօր դարձել է արտիական։ Ուրախալի է փաստը, որ մարդիկ ավելի շատ են խոսում գրականության մասին, քննարկում նոր հրատարակությունները եւ կիսվում իրենց ընթերցածով։ Բիզնես ակումբի գործարարներով մաֆիոզներ լինելուց հետո ուշ ենք ավարտել, ուշ ենք տներով ծրվել, այսպես ասած, ու քանի որ իմ ուսաները եկան, որովհետև այսօր արդեն փետրվարի 19-ն է գիրք նվիրելու օրը, մեր չքնաղ ֆանտաստիկ շքեղ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդյան օրը։ Տոնական եռուզեռը տեղափոխվել են նաև իրական կյանք։ Ինֆլուենսերները եւ քաղաքացիները փաստում են գրախանութներում դրական հերթեր են։ Մարդիկ պատրաստակամորեն սպասում են, որպեսզի ընտրեն լավագույն նվերը սիրելիների համար, ինչը վկայում է գրքի հանդեպ հետաքրքրության մեծացման մասին։ Օրագիր լրատվականը շարունակում է հետևել հայտնիներին եւ տոնական անցուդարձին։ Մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։